Ցանը կներկայացնի հաղորդագրությունը, որից հետո կարող եք ձեր հարցերն ուղղել թեմայով։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Ուրեմն 2025 թվականի մայիսի 6-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը, ինչպես Հայկը նշեց, որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանելով 6.75%։ 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում 12 ամսյա գնաճն արագացել է, մարտին կազմելով 3.3, մեր հրապարակումից հետո իդեպ վիճակագրական կոմիտեն հրապարակեց նաև ապրիլի գնաճը 3.2։ Միաժամանակ 12 ամսյա բնականոն գնաճը ևս որոշակի ավելացել է, դեռևս պահպանվելով թիրախից ցածր 2% մակարդակում։ 2025 թվականի երկրորդ եռամսյակում համաշխարհային եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա դանդաղման, իսկ ԱՄՆ-ում զուգահեռաբար նաև գնաճի արագացման ռիսկերն էականորեն ավելացել են։ ԱՄՆ տնտեսական քաղաքականության, հատկապես առևտրային քաղաքականության եւ դրա մակրոտնտեսական ազդեցությունների շուրջ բարձր անորոշությունը պահպանվում է։ Այս պայմաններում միջազգային ապրանքահանքային շուկաներում ձևավորվել են գների նվազման առարկայական ռիսկեր։ Մյուս կողմից, միջազգային առևտրային հարաբերություններում աճող լարվածությամբ, ինչպես նաև աշխարհաքաղաքական խնդիրներով պայմանավորված, առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման եւ համաշխարհային գնաճային ռիսկերը պահպանվում են։ Ավելացել են միջնաժամկետում ԱՄՆ-ի հարկաբյուջետային քաղաքականության կողմից ամբողջական պահանջարկի խթանման չափի, դրանից արձանցվող պարտքի մեծացման եւ երկարաժամկետ տոկոսադրույքների վրա հավանական ազդեցությունների վերաբերյալ անորոշությունները։ Այս համատեքստում հաշվի առնելով գործընկեր երկրներում աշխատաշուկայի դեռևս պահպանվող խիստ պայմանները եւ ընդհանուր բարձր գնաճային միջավայրը, հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում հիմնականում կպահպանեն կամ աստիճանաբար կթուլացնեն դրամավարկային խիստ պայմանները։ 2025 թվականի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը Հայաստանում դանդաղել է, մեծապես կրելով որոշ կարճաժամկետ ոչ կառուցվածքային աճի գործոնների աստիճանական չեզոքացման ազդեցությունը։ Ակտիվության աճին շարունակել են զգալիորեն նպաստել շինարարության եւ ծառայությունների ճյուղերի բարձր աճը, միևնույն ժամանակ տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկություններից բխող աճի կայունության երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ անորոշությունները մնում են բարձր։ Ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը շարունակում է նվազել, իսկ ընդհանուր պահանջարկի միջավայրը գնաճի տեսանկյունից գնահատվում է չեզոք։ Նման իրավիճակում աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն թուլացել են, արտահայտելով աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի եւ գնաճային սպասումների աստիճանական կայունացմամբ։ Միաժամանակ հարկաբյուջետային քաղաքականության կողմից միջնաժամկետ հորիզոնում արկային գնաճային ռիսկեր։ Քննարկված ռիսկերի եւ բարձր անորոշության պայմաններում հաշվի առնելով գների կայունության նպատակի ապահովման իր հանձնառությունը, խորհուրդը դիտարկել է մի շարք սցենարներ։ Մի կողմից քննարկվել են ատիպի սցենարներ, որոնց հիմքում ընկած անորոշությունները, այդ թվում կապված աշխարհաքաղաքական եւ ՀՀ-ում հարկաբյուջետային քաղաքականությունների զարգացումների պայմաններում ՀՀ երկրի ռիսկի հավելավճարը եւ դրանից բխող մակրոտնտեսական ազդեցությունների հետ պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքի ուղի, գների կայունության նպատակի ապահովման համար։ Մյուս կողմից խորհուրդը քննարկել է սցենարներ, այդ թվում կապված ԱՄՆ-ի B տիպի սցենարների մասն է խոսքը, կապված ԱՄՆ-ի տնտեսական քաղաքականության շուրջ անորոշությունների երկարատև պահպանման, համաշխարհային տնտեսությունում վստահության նվազման հետևանքով աճի կրճատման եւ ՀՀ պահանջարկի թուլացման ռիսկերի ձևավորման հետ։ Դա ենթադրում է շուկայի սպասումների համեմատությամբ քաղաքականության տոկոսադրույքի ավելի արագ եւ մեծ չափով նվազման ուղի, միջնաժամկետ հորիզոնում պահանջարկը կարգավորելու եւ գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար։ Արդյունքում արձանագրելով B տիպի սցենարների նյութականանալու ավելի մեծ հավանականությունը, սակայն կարևորելով նաև A տիպի սցենարներից բխող էական մակրոտնտեսական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը, Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները եւ պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի
եւ գների կայունության ապահովման համար շնորհակալություն։ Այժմ խնդրեմ հարցեր։ Առկա